Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում Արարատյան Խոհանոցն է, Արարատյան հպարտությամբ եւ Արարատյան համբերությամբ։ Հարգելի հեռուստադիտողներ, այսօր հյուրն եմ ներկայացնեմ իմ հյուրին, հայ-խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության անդամ Լիանա Սերգեյան։ Ողջույն Լիանա։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Շնորհակալություն։ Շատ ուրախ եմ, որ իմ հրավերը չմերժեցիր, ես ցանկանում եմ այսօր հատկապես այսօր, որ դու լինես իմ հյուրը։ Թե ինչու, հետո կասեմ։ Ինչ ենք պատրաստել։ Այսօր պատրաստելու ենք խոզի մատերը։ Խոզի մատերը, քաղցր եւ կծու սոուսով, չէ՞։ Ինչ ենք օգտագործելու։ Խոզի համեմված մատեր, մեղր, դարչին, մեխակ, կծու պղպեղ։ Իսկ այդ ընթացքում մեզ ինչն է ուղեկցելու։ Լավ տրամադրություն։ Այո։ Գնացինք, ինչով պիտի օգնեմ ես կամ ինչով սկսենք։ Տապական։ Խոզի մատներ։ Մի թեթև տապական։ Մի թեթև կեղավապատում ենք, հա։ Այո։ Խոհարարությունը մի ժամանակ չէր համարվում այդպես պահանջված մասնագիտություն, նույնիսկ կային դեպքեր, երբ որ մարդիկ լինելով խոհարար ամաչում էին նշել, որ իրենք խոհարար են։ Հուսով եմ, իհարկե հիմա այդ ժամանակաշրջանը չէ։ Ինչպես ստացվեց, որ դու որոշեցիր զբաղվել խոհարարությամբ։ Ինձ դուր է գալիս խոհարարությունը։ Դուր է գալիս։ Այո։ Շատ լավ։ Եթե դուր է գալիս, ուրեմն կերակուրը պատրաստված կերակուրը հույսով եմ եւ վստահ եմ, որ դուր կգա նաեւ մեզ։ Սոխը կտրատում ենք մանր։ Մանր կկտրատենք սոխը, իսկ խոզի միսը, մատները ես հասկացա, որ բոլոր 4 կողմից նախ եւ առաջ պիտի կեղևապատեն։ Բարեկամներ, մինչ Լիանան համակ ուշադրությամբ կկտրատի սոխը, ես ուզում եմ եւս մեկ անգամ հիշեցնել մեր առաջիկա միջոցառման մասին։ Հայ-խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպությունը, Ախալայի քաղաքապետարանը եւ մարզպետարանը Լոռու, Էկոնոմիկայի նախարարության տուրիզմի վարչության աջակցությամբ 7-րդ անգամ Ախալայում իրականացնելու է խորովածի համահայկական փառատոնը սեպտեմբերի 12 եւ 13 երկու օր է տևելու փառատոնը բարեկամներ մասնակից թիմերի հայտերը ներկայացնելու ժամկետը մինչ սեպտեմբերի 1-ը շտապեք, որովհետեւ շատ ավելի հետաքրքիր միջոցառում է լինելու այս անգամ սոխը կտրատեցինք, լացեցինք, արցունք թափեցինք բոլոր կողմերից հիմա պիտի կեղևապատենք թեթևակի խոզի կողամիսը կամ ինչպես սովորաբար ժողովրդի մեջ ընդունված է անվանել խոզի մատներ սոխը միասին պիտի տապակենք Ոչ, առանձին։ Առանձին պիտի տապակենք դրանք տապակ այստեղ տապակը թող տաքանա ձեթը դաղվի Նա կծու պղպեղ կտրտենք։ կծու պղպեղը Այո։ Ես կտրատեմ, թե դու կտրատես։ Ոնց ուզում եք։ Ինչպես պիտի կտրատեմ։ Մանր։ Մանր։ Կարևոր այդ դժվար կտրատելիքը դու կտրատեցիր, սոխը միշտ դժվար է, չէ՞ կտրատում։ Այո, շատ։ Մենք քաղցր եւ կծու սոուսի մեջ ենք պատրաստելու խոզի մատները եւ կծվությունը ստանում ենք մեր տեղական կծու թարմ պղպեղից։ Մանր պիտի կտրատել։ Շատ մանր։ Այս տարբերակով պղպեղ շատ տեղերում չեն օգտագործում։ Օրինակ Եվրոպայում, լինի դա Արևմուտքում լինի, այս թարմ պղպեղը չեն օգտագործում։ Եթե կծու է, անպայման անվանում են չիլի պղպեղ, կարմիր, չոր եւ այլն։ Այ դու կարող ես առանձնացնել համային հատկանիշներով, որ կծուն է համեղ, որ կծուն է ավելի ընդգծված, մեր կանաչ այս ավանդական թարմ պղպեղը, թե այն Չիլի են ասում, չգիտեմ, Պարագվայ են ասում։ Մեր հայկական ավանդական։ Մերը, չէ՞։ Իհարկե։ Այո։
ոնց եմ սիրում հայրենասեր աղջիկներին։ Սոխը լցնում ենք տապակի մեջ։ Սոուսը հենց սոխով պիտի Այո, ստանանք։ սոխարած։ Սոխով եւ պղպեղով, հա, ինչպես հասկացա։ Խոզի մատները ոնց որ կերևապատվեցին։ Դրանից ավել պիտի կերևապատենք, թե դա արդեն Ոչ, սա մի 5 րոպեից արդեն պատրաստ կլինի։ Սպասենք, ես առաջարկում եմ տեղափոխենք։ դա ավելի ուժեղ է։ Այո, այո։ Մեզ հիմա շատ ավելի կարևոր է սոխը շուտ տապակվի, չէ՞։ Այո։ Լցնենք սև բիբար, կարմիր բիբար։ Ինչին պիտի լցնենք։ Սոխարածին ավելացնենք։ Իսկ թարմը, Թարմը մի քիչ ուշ։ մի քիչ ուշ։ Խնդրեմ համաներ։ Սև բիբար, կարմիր բիբար, աղ։ Աղ, Այո։ Այ մենք Խառնենք, պատրաստում ենք եւ ասում ենք շատ համեղ է։ Ինքներս երբ որ պատրաստում ենք, շատ համեղ է։ Սա ինչ է։ Սա ճաշակողի վրա ներազդելու մի ձև է լավ տրամադրություն հաղորդելու թե վստահություն։ Չէ որ վերջի վերջո պիտի ճաշակողը համտեսի եւ ասի։ Բայց մենք նախորդ ասում ենք շատ համեղ է։ Մենք ուզում ենք լավ տրամադրությունով սկսի ճաշակել Իհարկե։ ճաշակողը, թե։ Իհարկե, առաջին լավ տրամադրությունն է կարևոր։ Լավ տրամադրությունը շատ կարևոր է։ Այո, յուրաքանչյուր անգամ, երբ որ շփում ես հաճախորդի հետ, պիտի տրամադրես իրեն, որ կանաչ պղպեղը Ավելացնում ենք։ Հիմա մեր հերոսադիտողներից կլինեն հաստատ մարդիկ, հատկապես տղամարդիկ, ասեն այմապես լավ մատները դնես, տապակես, ինչ-որ սոուս լցնես, շարի շշի վրա դիր խորովի և կեր։ Դա էլ է ճաշակի հարց։ Ճաշակի խնդիր է, չէ՞։ Իհարկե։ Այսինքն հասկանալի է, կարող ենք նաև խորոված պատրաստել, ինչու ոչ, բայց ինչու չփորձել այլ մատուցման եղանակ, այլ պատրաստման եղանակ, այլ համեր առաջարկել մեր հյուրերին։ Սպասենք մի քանի րոպե։ Քանի րոպե կպահանջի մեզանից։ 6-7 րոպե։ 6-7 րոպե սպասենք սոխարածը։ Պատրաստվի, այնուհետև ամբողջ process-ը մենք իրականացնենք միասին։ Պատրաստվեց արդեն սոխարածը, ինչ պիտի ավելացնենք։ Ավելացնում ենք մեխակ։ 3-ից 4 հատիկ։ Ավելացնում ենք քիչ աղացած դարչին։ Եվ ավելացնում ենք 1 ճաշի գթալ մեղր։ Խնդրեմ։ Շնորհակալ եմ։ Սոխարած պատրաստեցինք, կծու պղպեղ թարմ պատրաստեցինք, ավելացրինք մեխակ, աղացված դարչին եւ 1 ճաշի գտալ մեղր։ Լավ, հիմա ունենք բոլոր ամեն ինչը պատրաստ, ինչ ենք անելու։ Վերցնում ենք տապակը։ Խոզի մատները դնում ենք։ Ջեռոցի տապակն ենք վերցնում։ Եվ վրան լցնում ենք մեր պատրաստած սոխարածը, կծու եւ քաղցր։ Կծու, քաղցր, սոխարածը։ Եվ ջեռոցում որքան ջերմաստիճան։ 170։ 170 աստիճան, քանի րոպե։ Մի 7 րոպե։ 7 րոպե 170 աստիճանի տակ ջեռոցում մի քիչ կզվարճանան մատները եւ կվերադառնան արդեն իրենց ամբողջական տեսքով։ Գնացինք։ Լիանա ջան, այս ինչ ստացվեց։ Ստացվեց մեր խոզի մատերը, քաղցր եւ կծու Հենց ասես եք պատվիրացնում դու։ Այո, Հա? իհարկե։ Ուրեմն ստացվել է։ Արդեն սկսենք։
մատուցել, հա։ Խոզի մատներ կծու եւ քաղցր սոուսով։ Սոխարացի մեջ ավելացրենք կծու պղպեղ, մեղր, դարչին, մի քիչ սեր, ավելացնենք սեր։ Անպայման։ Լցնում ենք սոխարածը։ Շարում ենք։ Եվ սա մեկ բաժնի համար է։ Այո, եւ ավելացնում ենք շատ քիչ։ Նորից մեղր, Մեղր, եւ չերի։ եւ չերի լոլիկ։ Եվ պատրաստ է մեր Եվ պատրաստ է, շատ լավ։ Բարեկամներ, խոզի մատները քաղցր եւ կծու սոուսով պատրաստ է։ Լիանայի պատրաստած։ Լիանա ջան, դու ինչ կցանկանաս մեր հերոստատիտողներին։ Ես կցանկանամ առողջություն։ Գործերի մեջ հաջողություն։ Լավ, ես էլ եմ միանում հարգելի հերոստատիտողներ, որ դուք անպայման հաջողակ լինեք գործերի մեջ։ Ձեր անունից ուզում եմ շնորհավորել նաեւ շնորհակալություն հայտնել նաեւ Լիանային իր այս մասնակցության համար եւ ցանկանանք, որ ինքն էլ լինի հաջողակ եւ երջանիկ։ Ապրես դու, Լիանա ջան, ապրես դու։ Հարգելի հերոստատիտողներ, կերակուրը համարվում է հիմնական կերակուր, մատուցել հարկավոր է 65-70 աշնան ջերմությամբ, լավ տրամադրությամբ իհարկե եւ հետը մատուցել կարմիր անապակ հայկական անսահմանափակ գինի եւ մաղթել ձեզ եղեք առողջ ու երջանիկ, ազգ սիրեք ու հայրենիք, եւս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ստեսյուն բարեկամներ։ Խոզի մատներ քաղցր թանձրուկով։ Խոզի մատներ 250 գրամ, սոխ 70 գրամ, մեղր 50 գրամ, կծու տակդեղ 1 հատ, մեխակ, դարչին, աղ, բարեխորժակ։